Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, պարոն Ասլանյանը հիշեցրեց, որ քննարկում ենք տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը, բայց մինչև տիկին Յոլյանի թեկնածությանը անդրադառնալը, ուզում եմ Հայաստան դաշինքի մեր գործընկերների մի քանի մտքերի անդրադառնալ, նախ տիկին Գրիգորյան, պարոն Ռուբինյանը ճիշտ հիշեց, այն ժամանակ, երբ որ Սասուն Միքայելյանը այդ արտահայտությունը անում էր, դուք այդ ժամանակ մեր ցուցակում եք ու կարող եք ձեր անհամաձայնությունը այդ ժամանակ տեղից հայտնել ու դուրս գալ ցուցակից։ Եվ երկրորդ, ես ինչքան հիշում եմ, տիկին Գրիգորյան, դուք ընդհանրապես պիտի այս խորհրդարանում չլինեիք, որովհետև 2021 թվականի ապրիլին ասում եք, եթե Նիկոլ Փաշինյանը նորից դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ, այս խորհրդարանում չեմ լինի, բայց հիմա փաստորեն դրանից հետո մի հատ էլ հետո այստեղ եք, կամ ասում եք այդքան բան վերադարձվեց իբր պետությանը ժողովուրդը դրանից ինչ ստացավ, ասում եք Հովիկ Աբրահամյանի տանը հիմա ով է ապրում, այսինքն դուք պատկերացնում եք, որ Հովիկ Աբրահամյանի տունը պիտի քանդենք, մաս-մաս քարերը նվիրեինք Հայաստանի Հանրապետության բնակչությանը, կամ ամեն մեկին այդտեղ կես քառակուսի մետր տարածք տային, դրա տարբերակն է, որ պետությունը դա վերցնում է, վաճառում է, այդտեղ ուրիշ մարդ ապրում, այդ գումարը գնում է պետական բյուջեից մարդիկ իրենց խնդիրների լուծումը ստանում են։ Իսկ ընդհանրապես դե կարելի է սպասել, որ այս քաղաքական վերջին իրադարձությունները եւ իրավական վերջին իրադարձությունները ձեր ելույթների հիմնական մասն էին դառնալու։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Տենց մի հատ հետաքրքիր տրյուկ կա, երբ որ մարդիկ բուն թեմայից ուշադրությունը շեղելու համար սկսում են երկրորդական բաների վրա կենտրոնանալ։ Հիմա փաստացի ձեր քաղաքական ուժի ղեկավարին եւ իր ընտանիքի անդամներին մեղադրում են մեծ ծավալի թալան իրականացնելու մեջ։ Ընդ որում մի հատ էլ բան ասեմ, քանի առիթ է։ Այդ $200 միլիոն, որ մենք ասում ենք, որ իմ գործընկերները ասում են, դա վերաբերվում էր դատախազության կողմից ներկայացված չափելի արժեքներին, այսինքն այդտեղ կան դրամական միջոցներ, փոխառություններ, չգիտեմ, ավանդներ, բայց այնտեղ կա նաև մոտ 13 ընկերություններում փայամասնակցության իրավունք, որ եթե մենք օրինակ բորսա ունենանք ու պարզ լիներ, թե այդ ընկերությունների շուկայական արժեքը ինչ է, ավելի լավ պատկերացում կկազմենք, կարող է պարզվել 200 միլիոն, չի կարող պարզվել 500 միլիոն, կամ $1 միլիարդ։ Եվ մի կարևոր բան էլ, ուրեմն, երբ որ մենք խոսում ենք այդ ամեն ինչի մասին, ու խոսում ենք այդ հալանածը հետ բերելու մասին, այդ վնասը մենակ թվերով ու գումարով չի չափվում։ Այդ մեխանիզմը, որը աշխատել է, ինքը դեգրադացրել է մեր ամբողջ տնտեսությունը, տնտեսական տրամաբանությունը, մոտիվացիան։ Այսինքն մարդիկ դպրոցական ժամանակվանից մտածել են, որ հաջողություն հասնելու գրավականը ոչ թե ազնվությունն է, ոչ թե գիտելիքն է, ոչ թե այդ տիպի որակներն են, այլ զորբայությունը, անազնվությունը եւ այլն։ Ով որ դրա հետ համաձայն չի եղել, Հայաստանից արտագաղթել է։ Ու այդ տարիներին, երբ որ դուք բարձրանում եք, ասում եք, երկնի շաջ ենք ունեցել, ես ենք արել, ենք արել, մի քանի 100,000 մարդ Հայաստանից արտագաղթել։ Այդ է Հայաստանի ամենամեծ հարստությունը, որը ձեր պատճառով մսխվել է։ Իսկ հիմա ինչ անում կառավարությունը։ Սփյուռքի մեր ուղեղներին հետ է վերադարձնում։ Դու գիտեք այսօր կառավարությունում քանի հոգի են արդեն ներգրավել աշխատանքի։ Հիմա վերադառնամ տիկին Յոլյանի թեկնածությանը։ Ես մի քանի անգամ հարցեցի տիկին Յոլյան, ասացի Արուշ Արուշանյանի գործունեությունը ոնց կգնահատեք, այդպես էլ պատասխան չհնչեց։ Հետո ձեր գործընկերները, երբ որ ձեզ ներկայացնում էին, որ դուք գրեթե միայնակ ապահովել եք թիկունքի աշխատանքը եւ այլն, մի անեկդոտ հիշեցի, ասում է հայրենական պատերազմի մասնակից պապը թորանը պատմա, թե ինքը ինչ հերոսություններ է արել, ասում է դե խրամատում էի, հարձակվեցին, մի 100 հոգի ասում ավտոմատով սպանեցի, հետո տանկեր եկան, նռնակով մի քանի տանկ պայթեցրեցի, ասում է այդ պայն ինքնաթիռներ եկան, այդ դիպուկահարի հերացանով ասում է ինքնաթիռի օդաչուին էլ ասում է սպանեցի, թորը լսում ասում է պապ, ասում է, բայն հետիդ մնացածը ինչի համար էին եկել։ Հիմա ձերն է նենց ներկայացեցիք, որ մենակով Գորիսի ամբողջ խնդիրները լուծել եք, բայց ասում եք մի հատ գնահատական տվեք ձեր նախկին գործընկերոջ աշխատանքին, ամեն ինչ ասեցիք բացի դրանից։ Կամ օրինակ նոր պարոն
Մամիկոն Ասլանյանը ասում էր գիտակ, պրոֆեսիոնալ, մեր տեխնացուն, շատ նորմալ է ձեր գործընկերոջը կարող եք գովել, լավ կողմեր ներկայացնել, բայց ընդամենը մի հատ դրվագ հիշեցնեմ։ Տիկին Յոլյանը իր խոսքում ասում է մարզերը դատարկվում են։ Մեր խմբակցությունից չեմ հիշում, ով էր հարցնում է, ասում է ինչի հիման վրա եք ասում, որ մարզերը դատարկվում են, ասում է ուշադիր նայեք ինչ ասում։ Ասում է պաշտոնական վիճակագրություն կա, կարող եք նայել Սյունիքի տվյալները։ Եվ ասում է ես կներկայացնեի, բայց ազգային անվտանգության խնդիր կա։ Տիկին Յոլյան, ես դրա համար երկու հատ վատ լուր ունեմ։ Առաջինը այն է, որ եթե վիճակագրական կոմիտեն է այդ թվերը հրապարակել, այդ թվերը բոլորին են հասանելի։ Այսինքն ազգային անվտանգության խնդիրը այդտեղ չկա, դա բաց տվյալ է։ Եվ երկրորդը, ուրեմն ազգային վիճակագրական ծառայության տվյալներով այդտեղ երամսյակը մեկ տալիս են Հայաստանի մշտական բնակչությունը։ Ուրեմն 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի բնակչությունը եղել է 116,800 մարդ, 116,800 մարդ։ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 118,700 մարդ։ Ես գիտեի, որ եթե ասում են օրինակ ինչ-որ մարզի բնակչությունը դատարկվում է, պիտի էապես նվազած լինի։ Անկամ քիչ նվազման դեպքում չի կարելի ասել դատարկվում է։ Անփոփոխ մնալու դեպքում առավել եւս չի կարելի։ Աճելու դեպքում ո՞նց եք եկել ասում Սյունիքի մարզի բնակչությունը մեծացել է։ Դատարկվել է, կներեք։ Այստեղ հարցեր են, չէ՞, օրինակ թափոնների կառավարման մասին, համայնքների եկամուտների մասին, այստեղ էլ ձեր համար նորությունն եմ։ Այն ինչը որ դուք հիմա ներկայացնում եք որպես նոր առաջարկներ, մենք այդ մասին ինչքան ժամանակ է քննարկում ու խոսում ենք։ 3 չէ առաջի օրը ես ու իմ գործընկեր պարոն Ղալումյանը ընդունում էինք շվեդ մեր գործընկերներին Շվեդիայի բնապահպանական ինստիտուտի, որոնց հետ եւ շրջակա միջավայրի նախարարության հետ աշխատում ենք հիմա հենց թափոնների վերամշակման ու ընդհանրապես արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ուղղությամբ։ Այսինքն ինչը որ դուք ասում եք նորություն չի։ Կամ որ ասում եք այդ գաղափարը, որ համայնքները լրացուցիչ եկամուտներ ունենան ու եկամտահարկից մաս հանուն կատարվի համայնքների բյուջե։ Շատ հետաքրքիր գաղափար է, բայց դա էլ ձեզ որպես նորություն ասեմ, անցյալ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հրապարակային էր այդ ամեն ինչը։ Ֆինանսների նախարարի եւ Երևանի քաղաքապետի մեջ թեժ բանավեճեր այդ հարցի ուղղությամբ, որ նայեք, տեսնեք, որ այդ բոլոր գաղափարները այստեղ շրջանառվում են։ Կամ Տիկին Յոլյան, ասում եք 2 միլիարդ, ինչ հարցրեցին, ասեցիք արտաքին պարտքը, պետական պարտքը, ինչ կարելի էր անել։ Ժողովուրդ ջան, չի կարելի ամեն ինչը ինչ-որ բանի հետ համադրել։ Հիմա ես էլ ասեմ, բա այդքան թալանացը որ չլիներ, դրանով ինչ էր կարելի էր անել։ Դրանով այնքան բան կարելի էր անել, որ հիմա անելու բան կարող է մնացած չլիներ։ Ու ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք, օրինակ ես քրեական գործերից, դատախազության պահանջից, ես անկեղծ համոզված եմ, մեր գործընկերները, որ գալիս են ասում են, «Օ, քաղաքական հետապնդում, այս ինչը անմեղության կարգավորված», ես համոզված եմ, իրանք մտքում ասում են, «Ինչ լավ է, այս մարդիկ ամբողջ իրականությունը չգիտեն», որովհետև ես գիտեմ, այն ինչի մասին դատախազությունը հայտարարել է, դա բացահայտված մասն է, բայց այնքան չբացահայտված մաս կա, այնքան մեխանիզմներ կան, որ դրա մասին որ խոսենք, կարող է մի քանի ժամը չբավականացնի։ Եվ խոսենք, դիմացը 5 տարի կա։ Պարոն Ղազարյանը եկել է, ասում է, վարչապետը դեռ կառավարության ծրագիրը չհաստատած, ասում է, չգիտի էլ ինքը հաջորդ անգամ որպես վարչապետ գտե չէ, ինչ-որ բաներ ասում։ Ասենք մոռացել եք, որ դուք մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանի պարոն վարչապետով եք դիմում։ Տենց բան ես չգիտեմ, ոչ մի երկրի դիմում էին պարոն վարչապետով, դուք պատասխանում եք, հասարակ քաղաքացիները կամ ձեր համախոհները, ձեր համար դա նորմալ էր։ Ձեր համար դա նորմալ էր։ Կառավարության նիստ էիք անում, պարոն Կարապետյան, այսինքն կառավարության նիստը վարողը ով էր, բա։ ԺՊ-ն էր երևի, մոռացել ենք։ Եվ վերջին բանը, Տիկին Յոլյան, ձեր օրինակ, ես նախորդ տեխնացուների ելույթների ժամանակ էլ ասում, հանձնաժողովի նախագահ պիտի ունենա մի քիչ կարողություն, որպեսզի այդ սուր ծայրերը հարթի, մի քիչ
նորմալ աշխատանքային մթնոլորտ ձևավորի հանձնաժողովում, ներառականություն, մասնակցայնություն ապահովի, բայց դատելով ձեր պատասխանների տոնայնությունից ու բովանդակությունից, ես համոզված չեմ, որ դուք այդ աշխատանքը կարող եք ճիշտ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։